Պարոն վարչապետ, դուք հեռախոսազրույց ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հաղորդագրություններ տարածվեցին։ Հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ էր, ձեր նախաձեռնությամբ, ինչ իրավիճակ էր, որ դուք որոշեցիք ամեն դեպքում հորդորել այդ կամ առաջարկել հանել այդ սանկցիաները կամ դուք ինչպես ձևակերպում եք այդ սահմանափակումները եւ կարող ենք ասել, որ ըստ էության չստացվեց ձեր երկխոսությունը Ռուսաստանի նախագահի հետ, որովհետեւ համաձայնության մասին այնտեղ խոսք չեղավ եւ ի վերջո ինչու պարոն վարչապետ չի ստացվում լուծել հարցը, դուք վստահ եք, որ ընտրություններից հետո ձեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները։ Նախ երկխոսությունը ստացվեց, որովհետեւ երկար խոսեցինք։ Ինչ վերաբերում է նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն էլ Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ եւ այլ ընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ դուք հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալու process։ Մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, եւ ուզում եմ հարցնել, եթե սպասում եք ԵԱՏՄ-ի ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետեւ նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետք է այլընտրանքը պետք է ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը պարոն վարչապետ, Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար